Հատված Կոստանդին Զատուլինի ելույթից կլոր սեղանի շուրջ Բաքվի դատավարության ժամանակ։ Մենք Ռուսաստանում ենք, ես Պետդումայի պատգամավոր եմ, ինչպես պետք է վերաբերվենք դրան։ Իհարկե, որպես հաշվեհարդար այս մասին ես հայտարարություն եմ արել և հուսով եմ տեղյակ եք, կարծում եմ, որ սա անձնական հաշվեհարդարի ակտ է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դեմ։ Բոլոր այդ մարդիկ երկար տարիներ եղել են Ադրբեջանի ղեկավարության գործընկերները բանակցություններում, երբ խոսքը վերաբերում էր Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման ընդհանուր գործընթացին, որն այսօր նրանք չեն ցանկանում ընդունել Ադրբեջանում կամ բանակցային այլ ձևաչափերում։ Այս դատավարությունն արտացոլում է Ադրբեջանի ղեկավարության ընդհանուր ցանկությունը շարունակել տոնել հաղթանակը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ նաև հայերի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ որպես ամբողջություն, որովհետև դա ուղեկցվում է ոչ միայն պահանջներով ու ձերբակալությամբ դատով, այլև գործողություններով։ Պատմության ազատ մեկնաբանությունն, ըստ որի հայերի համար ընդհանրապես տեղ չկա ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև ամբողջ Կովկասում, այն, որ այսօր փորձ է արվում մշակութային պատմությունը հետադարձ կերպով վերաշարադրել, բոլորիս քաջ հայտնի պատմական հուշարձանները, 5-րդ դարի վանքերը, ինչպիսիք են Ամարասը, կամ ասենք 12-րդ դարի վանքը, ինչպիսին Գանձասարն է կամ Դադիվանքը հռչակված են ալբանացի, ինչպես ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող բոլոր պատմամշակութային հուշարձանները, որոնք թվագրվում են այն ժամանակներից, երբ ադրբեջանցիները ոչ միայն ներկա չէին այս տարածքում, այլև բնության մեջ ընդհանրապես որպես ազգ գոյություն չունեին, դեռ չէին ձևավորվել։ Իհարկե, ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ ապրել են այս տարածքում հայերի հարևանությամբ, կողքին կամ հետ միասին, բայց ոչ հայերից առաջ, ինչն իմ կարծիքով ակնհայտ է բոլորի համար։ Բացի բուն ադրբեջանցի ղեկավարությունից, այս ամենն ուղեկցվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար թանկ ծաղրով, որոշ խորհրդանշական հուշարձանների ոչնչացումով, Ազգային ժողովի տանիքներ կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող անձանց հուշարձանները պղտորելով։ Այս ամենն իբր ուղղված է Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի մշակութային, էթնիկ, ազգային և պետական տարածքին հնարավորինս արագ ինտեգրվելուն։